Վտանգավոր ազդանշաններ կրծքով կերակրման ժամանակ։ Կրծքով կերակրումը կարգավորված է, ամեն ինչ լավ է ձեզ մոտ, բայց հանկարծ ցավ է առաջացել եւ նույնիսկ ճախ։ Սովորաբար դրա հիմնական պատճառը սնկային վարակն է, կաթնախտ։ Զգացեք, նայեք, թե ինչ այլ զգացողություններ կան, եւ ամենակարևորը կաթնախտի նշանը կրծքի այրոցն է կերակրումից հետո։ Եթե դա կա, ապա դա հաստատ կրծքի կաթնախտ է։ Եթե կրծքի ցանկացած հատվածում կայմրություն է հայտնվում, դա ամենայն հավանականությամբ լակտոստազ է կամ մաստիտ։ Լակտոստազը կրծքում խտացում է, որն ունի ցավի հստակ սահմաններ։ Այստեղ ցավում է, այստեղ ոչ։ Իսկ մաստիտը խտացում է, որը մի քիչ ժելեի նման է, եւ ցավի հստակ սահմաններ չկան։ Սա մաստիտ է, ծորանների հյուսվածքների բորբոքում։ Երբեմն լինում է, որ կերակրելուց հետո մոր մոտ պտուկում հանկարծակի ուժեղ ցավ է առաջանում, այրոց եւ պտուկը սպիտակում է։ Սա վազոսպազմ է։ Երբեմն կաթի մեջ արյուն եւ թարախ է հանդիպում։ Իսկ արյունը որպես կանոն ծորանի վնասվածք է։ Ինչպես ենք դա նկատում։ Երեխան փսխում է եւ կաթը վարդագույն է։ Դրանում ոչ մի սարսափելի բան չկա, բայց միևնույն է, արժե դիմել բժշկի։ Իսկ ինչպես կարող ենք հասկանալ կաթի մեջ թարախ կա, թե ոչ։ Իհարկե, եթե կրծքի հետ ամեն ինչ լավ է, ոչինչ չենք փնտրում եւ չենք փորձում հասկանալ։ Բայց եթե ցավ եք զգացել, պարզապես հանգիստ գթեք կաթը եւ նայեք, թե ինչ տեսք ունի այն։ Եթե կաթը սովորական տեսք ունի, ուրեմն ամեն ինչ լավ է։ Եթե հայտնվում է կպչուն մածուցիկ նյութ, դա ամենայն հավանականությամբ թարախ է եւ ձեզ շտապ անհրաժեշտ է դիմել մամոլոգի։ Շատ հազվադեպ, բայց լինում են կերակրման դեպքեր, երբ կրծքին մոտեցնելը առաջացնում է սարսափ, խուճապ եւ պարզապես կատարվածի անհասկանալիություն։ Սա մոր հոգեբանական վիճակն է, որը ցավոք չի բուժվում կրծքով կերակրմանը համատեղելի դեղամիջոցներով։ Սա կոչվում է դմր համախտանիշ։ Այս վիճակը կարելի է դադարեցնել միայն կրծքով կերակրումը ավարտելով։ Կրծքով կերակրումը բնական գործընթաց է, բայց երբեմն այն պահանջում է աջակցություն, ուշադրություն, եւ դա նորմալ է։